բանալին գնաց։ Այսօր իմ ձեռնադրության 15-ամյակն է, 15 տարի առաջ, հոկտեմբերի 31-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կողմից ես և ևս 14 հոգևորականներ միասին ձեռնադրվեցինք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Ոնց հիմա նկարանում եք անում։ Այսօր լրացավ իմ քահանայական ձեռնադրության եւ ոցման 15-ամյակը։ Իրար հետ ենք գնում այսօր ջան։ Գնացինք ժողովուրդ ջան։ Հետո հետո ես գիտեմ որ հա Արսան դու Հայր Անդրեաս հետ գնաս Հայաստանի տարբեր մարզերում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ծառայող մեր հոգևոր եղբայրներով այսօր իբրև ուխտի ամբողջացում հավաքվեցինք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից շարժվեցինք դեպի Նուբարաշեն համայնք, քանի որ այսօր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է գտնվում մեր բոլորիս հոգևոր ծնողը Մկրտիչ Սրբազանը, ով անօրինաբար սուտ մատնությամբ գտնվում է այս կալանավայրում։ Հավանդաբար մենք մեր ձեռնադրության կլոր տարեդարձներին հավաքվում ենք միասին մեր հոգևոր ծնողի գլխավորությամբ եւ մեր ջերմությունը ու ուրախությունը ենք արտահայտում, սակայն այսօր այդ ուրախությունը եւ ջերմությունից մենք զրկված ենք եւ մեր որդիական ջերմ աղոթքն է, որ Սրբազան Հայրն վերստին լինի մեր կողքին իր խնամքով եւ աջակցությամբ քաջալերի մեզ շարունակելու մեր հոգևոր ծառայությունը։ Սաց մեր հանապազորդ մեզ և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թող մեր սվատականաց, և ընտանոս մեզ իպոզություն, Սուրբ հաչիվը սաղաչ Եսու Քրիստեր, զիսովավ պրկես ձեզ մեզի մեղած և կեցուցե շնորհի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցու և ողորմյա։ Կեցու Տեր և ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա և օրհնյա, ազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյաց, հոգևոր ծնողս, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյան, նաև հանուն հայրենիքի և եկեղեցու համար բանտարկության մեջ գտնվող մյուս հոգևոր հայրերին և հավատավոր զավակներին, ընդհովանյավ սուրբ և պատվական խաչիվը քոյի խաղաղության, փրկյա ազատի այրևելի և աներևելի թշնամին, արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր և ընթորքույցը այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն մնաք խաղաղությամբ և Տերը մեր Հիսուս Քրիստոս եղից իրան ձեզ և ամենեսյանս ամեն
քահանայությունը նշանակում է դժվար կյանք, որտեղ որ ամենօրյա պայքար է կյանքի դժվարությունների, չարի որոգայթների եւ նաեւ մեր առօրյայի մեջ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Մեր Տերը ցույց տվեց, որ այս կյանքում ամենակարևորը Աստծուց մխիթարություն խնդրելն էր։ Եվ սա է պատճառը, որ Քրիստոս մեզ ասում է. «Ինձ եկեք բոլոր ծանրաբեռնվածներ, հոգնածներ, եւ ես հանգստություն պետք է տամ ձեզ»։ Մենք այսօր այս աղոթքին, այս հանգստության համար էինք եկել, խնդրելու, որպեսզի Աստված ոչ միայն մեր այսօրվա տոնական ուրախությանը ավելի եռապատկի, ավելի զորացնի մեզ, այլ նաև խնդրելու, որպեսզի Աստված բոլոր տեսակի դժվարություններով առաջնորդի մեզ, Աստծուց գոհություն ենք հայտնում, որ քահանայության պատվին ենք արժանացել եւ նաեւ ի ուրախություն մեզ ոչ միայն հոգեվոր ծնող է եղել Մկրտիչ Սրբազանը, այլ նաեւ մեր տեսուչն է եղել, հոգեվոր տեսուչը Ճեմարանի, իր խրատների եւ իր իմաստուն ընթացքը մեզ համար օրինակ է ծառայել, որ մենք էլ իբրև քահանաներ, հոգեվորականներ եկեղեցու պայծառացման համար մի փոքր մեր ներդրումը ու լուման ունենալ։